Մենք մեր զրույցը շարունակում ենք Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի հետ, ողջույն, շնորհակալություն, որ հյուրընկալվել եք մեր տաղավարում։ Ինձ մի հարց է հետաքրքրում, օրինակ դուք չեք ամաչում, ինչու եք քաղաքացիներին դրդում, որպեսզի իրենք չվճարեն այս լավ, հա, մեր ավտոբուսների թոփ թազա բերված ավտոբուսների համար ու ասում եք, որ բոյկոտեք։ Չեք ամաչում, ինչպես է կարողանում այդպիսի բան անեք, Ավինյանն էլ ջղայնացնում եք։ Վերջի iPhone-ներով միջալից։ Հա, ամաչելով գնում ենք այդ քայլին, քանի որ այդ փոքրամասնության կողմից միշտ պետք է շեշտենք ու հիշեցնենք քաղաքացին, որ 9%-անոց քաղաքապետ է։ 150,000 ընտրողից 70,000 ձայնի ստացած ոչ լեգիտիմ քաղաքապետ է, այնտեղ հանրապետություն կուսակցության մեկը կար հանրային ձայն, իրենց կողմից բաղձալի աթոռին, այսինքն սոսնձել են նստել ատեղ, չենք ամաչում ինչի համար, որովհետև որ ժամանակին 300 դրամ էին ուզում թանկացնեին, նույն հենց այս բոյկոտի, նույն այս քաղաքացիների միամուռ համախմբան արդյունքում վախեցան, դարձրեցին 150 դրամ, բայց մինչ այդ Մայր Հայաստան խմբակցությունը իրենց նախազգուշացնում էր, որ թեկուզ եւ 150 դրամ լինի ու ոչ բարեփոխված, ոչ իրենց սմարտ կանգառներ կա, չէ՞ հիմա ամբողջ քաղաքը սմարտ կանգառներ է, չեք տեսել, հա, կոնդիցիոներներ։ Կանգառը ինչ է, ես չեմ տեսել։ Դե ասեմ, հա, ոնց չկա։ Կա, դու չես տեսնում։ Բայց ես իմիջիալից օգտվում եմ հանրային տրանսպորտից, օրինակ ես զզվում եմ կենտրոն մեքենայով գնալուց, հանրային տրանսպորտ եմ նստում, բայց սմարտ կանգառ հələ չեմ տեսել։ Ասում եմ կա, վայ, հավատա Ավինյանին կա։ Սմարտ կանգառներ գոյություն ունի, բայց իրանց երազանքների մեջ ԿՓ-ի այդ նախընտրական հեսաբաներում կլինի, որ տենակ իրանց այդ ինչ է այդ ծրագրերը, սմարտ կանգառները ուրեմն Գարգին Նեժդեի հրապարակում աջ կողմում, որ մուտք է գործում, աջի վրա կա սմարտ կանգառներ։ Էդի ԿՊ-ի նշանակած իրենց մտածած սմարտ կանգառնա, որտեղ ոչ տանիք կա, ոչ նստարան կա, ուղղակի 4 հատ երկաթից ձող է։ Էդի սմարտ կանգառներն է։ Հիմա ինչի են թանկացրել, ասում եմ որ այդ ձողերը ներկենք դրա համար թանկացրել են, իսկ հիմա եթե ավելի եթե ոչի բանը չեն անելու, այնտեղ ամեն օր քաղաքացիները ԿՊ-ին հիշատակում են։ Դե դա էլ իրենց որթեգրած ուղին է, դա հիմա ինչի 150 դրամ էլ դարձրեցին, մենք նույնը շարունակեցինք, ասացինք էլի քաղաքացիներին ուղղորդելու ենք, որ չվճարեն, քանի որ դուք երկու բան եք խոստվել, երկուսն էլ սուտ եք ասել եք նոր ավտոբուսներ ենք բերելու, ոչ մեկ անգարներում չի սպասելու, իր ժամին գալու ավտոբուսը ու սպասելու եք արդեն իր իսկ նշած իրենց ճակերտավոր սմարտ կանգառներում, երկուսն էլ չի եղել, մարդիկ էլ ավելի շատ են մնում կանգառներում ու դրա համար հիմա նորից մեզ հասած տեղեկություններով, երբ մենք հրապարակեցինք, որ ներքին ինֆորմացիա ունենք, որ հավաքագրումները, թեր հավաքագրումները մեծ մասշտաբների է հասնում, այդ հենց գալիք գործակարգավարական նիստի ժամանակ, այդ փոքրամասնության քաղաքապետը ժամանակավոր հայտարարեց արդեն ինքը դե սիրում է ներվայնանալ, ներվայնացավ ընդեղից նստած, ասեց, որ մեծ մասշտաբների թեր հավաքագրումներ կա ու դրա մեղավորը արդեն կարգեց վարորդներին։ Ինչքան է թեր հավաքագրում։ Ինքը ասում է 80 միլիոն դրամ շաբաթական, բայց ես վստահեցնում Ну այդ քանի տոկոսն է, էլի մոտավորապես։ Դե 80 ինքը հիմա չեն ասում իրանք թիվ։ Արդեն մոտի։ Ես ասում եմ, որովհետև կներես Արեգն ասա, որ սկսվեց այդ բոյկոտը, որ չվճարեն բանման, հետո ասացին դե ժողովուրդը վճարեց, ախպեր, ասենք հիմա մենք ինչի փաստացեն բոյկոտը շարունակվում է։ Դերնիկ, ես դա էլ ուզում ասեի, որ սկզբնական շրջանում իրենք ամենօրյա ռեժիմով այդ թվերը ներկայացնում էին, թե որքան են հավաքագրումները եղել։ Հիմա արդեն դադարեցել են։ Բան ձեն չեն հանում արդեն, որովհետև գիտեն, որ հանկարծ այդ թվերը հրապարակեցին, իրենք իրենց հայտարարակ են արել։ Այսինքն բոյկոտ է, ըստ էության։ Միանշանակ, արդեն համատարած է դարձել բոյկոտը, ու իրենք խափում էին նիստերի ժամանակ, ասում են, որ քաղաքացիները հանրապետություն ու ԿՊ խմբակցությունների այս բարեփոխումներին կողմ են, բոլորը վճարում են 10-12 մինչև 20% չեն վստահում, հիմա եկե փաստել են, որ 50%-ից ավել մարդիկ չեն վճարում ու շատ լավ են անում, հենց իրանց այս ԿՊ-ին մուռ հանելու պրակտիկան, որ իրանք ունեն քաղաքացիներից, շատ փող հավաքել, չէ՞, դες շատ գումար են սիրում, կյանքում տես բաների մեջ չեն եղել, եկել են ընկել են սենց ներողություն իրենց կարասը, այդ ու սկսում են այդ մեծ կերատաշտակից աճ ու ձախ լափել։ Հիմա թե չգիտեք ինչքան են լափելու, հիմա քաղաքացիները ասեն լավ հասկացանք ինչա որ գրպաններին պիտի կպնենք, լավ են անում, որովհետև անհնար է 15:00-ից եթե մարդ ուզենա գնա A կետից B կետ,
Երևան քաղաք վարչական տարբեր վարչական շրջանում 2 ժամ պետք է գնա։ Բայց Ավինյանը ու գնալուց ոնց գնա շալակած, կիլկի գազելի նույն բանն է, գազելի են ասում իրենք, մահվան գազելները։ Մահվան գազելները սարքել են մահվան ավտոբուսներ, ուրիշ ոչ մի բան։ Բայց Ավինյանը սա ներկայացնում է որպես անդաստիրակության, հա, հետևանք, ասում է ոչ թե բոյկոտ, ոչ թե բողոքի արտահայտման ձև, որ քաղաքացիները չեն վճարում, որովհետև ինչի համար վճարեն։ Չստացված այդ բան մատուցված ծառայության համար վճարեն, իրար գլխի երթևեկելու համար վճարեն, ինչի համար վճարեն։ Աչափնյակ մետրոյով Աչափնյակի կայարան գնալու համար չվճարես Արեգնաս ջան։ Դե հիմա իրենք այդ ներկայացնում են որպես անդաստիրակություն, ասում են փող ունեն, չեն վճարում։ Վաղը բացումն է։ Եթե դաստիարակվածները, եթե դաստիարակված անդաստիրակները խոսում են դաստիարակության մասին, իրենց կարելի է մի հատ հարց տալ։ Այդ որ ժամանակին դուք կախվում եք գազելներից, իրենց հիմիկվա չէ, տարբեր պաշտոնյաներ ազգային ժողովի նախագահից, падգամավորից միջև նախարարներ վերջացրել, որ կախվում եք այդ գազելներից, ասում եք 150 դրամի դարձեք, այն 50 դրամը մարդիկ կարան հաց առնեն։ Բա մի հատ էլ իջեք, այդ գազելները թողել են արդեն էլեկտրական մեքենաների լավ թանկ գնել են իրենց կաբինետներից դուրս չեն գալի, բա մի հատ այդ իջեք, ձեզ ամեն անգամ Մայր Հայաստան խմբակցության տարբեր հավաքաններ հրավիրում է կանգառներ։ Շախով, շուխով տանենք, հասցնենք տեղ, մենք էլ կանգնենք կողքերը, թող այդ քաղաքացիները չշփվեն։ Այն որ դռները բացվում, որ պետք է մտեն, որ տեղ չկա, իրանք էլ մի երկու հատ հսկի չեն այս վերջում գտել են, որ ասում են ես հեսա կտեղավորեմ, ներողություն քաղաքացիներն դրել են բան էլի։ Կարտոֆիլի պարկերիտը։ Ես անենց կտեղավորեմ խմբակցության տարբեր հավաքաններից միջև բան։ Տիգրան Ավինյան, թողան գնան կանգար, ես իրանց խցկեմ, տոխի 6-ին։ Ժամը 15:00-ից սկսած մինչև 20:00, իսկ առավոտյան ընդհանրապես 4 հոգով կխցկենք, թող շարժվեն։ Ոնց են չեն կարողանալ շարժվել, հիմա նոր մեթոդ է գտել, ոչ մի բան օգուտ չտվեց, ասում է դռները մի բացեք հետևի ավտոբուսների։ Բա ընկեր ջան, ասենց ասեմ, որ ինքը հասկանա, էլի, արդեն սկսել է դե ինքը մի քիչ ուզում է այդ փողոցային լեզուն բերի, որ հասկացնի, բայց ինքը դուրս է մնաց այդ կյանքը ինքը չգիտի, փողոցը չգիտի, ինքը դրա հետ կապ չունի։ Բա եթե դու վալիդատորներ ես առնում, միլիոնավոր դրամներ ես դուրս գրում, այն գույքահարկից, որը 100% ես թանկացրել, այն աղբանության վճարից, որը դու քառակուսիով ես դարձրել, այդտեղից էլ է կալան-թալան անում։ Բա որ վալիդատորներ ես առել, ինչի համար ես ավտոբուսում 2 հատ դրել։ Բա հենա մի հատ կառներ դիմացը կդռներ, չէ՞, հիմա ապօրինի հրամաններ ես տվել վարորդներին, ասում ես, դե լավ այդ 170-ից 100 մարդ ուզում է մտնի ներս։ Միջև մտնի այդ առաջի դռնից, վալիդատորից ստանա, գնա ընդեղ, հետո այն կանգառում կանգնի, իջնի, խցանում։ Իրանք հիմա օգնում են Երևանը խցանված մնա, այն խցանումները, որ ասում են 12000 դարձնենք 160,000 դրամ, խցանումներից կվանկանենք, ազատվենք, բայց հակառակ է, 160 անգամ խցանումները շատացել։ Ես մի հատ սատանայի փաստաբանություն անեմ, որ օբյեկտիվ լինի, էլի հասկանան։ Կարող է կա ինչ-որ օբյեկտիվ պատճառ, որ սրանց ավտոբուսները այդ հաճախականությամբ են աշխատում ու այդ ծանրաբեռնվածությամբ։ Այո, Որն է։ որ ընդեղ թառած են այդ աթոռների ոչ կոմպետենտ մարդիկ։ Այդ օբյեկտիվ Դուք գիտեք մարդիկ, որոնք որ կյանքում ոչ մի բան չեն ղեկավարել, մանկապարտեզից, մանկապարտեզի դուրս են գրել, դառել են վարչության պետեր։ Հա, ես մեկին գիտեմ Շիրակի Մեկը չի Երևանի քաղաքապետարանում լիքը այդպիսի պաշտոններ։ ծնվել էր, հետո կենսագրություն։ Հիմա այդ մարդիկ դուք ինչ եք ուզում։ Լավ, մի հատ օրինակ բերեմ, ասում եմ փոստալցման եւ ասֆալտապատման համար 4 միլիարդ 292 միլիոն դրամ փող ենք դուրս գրել։ Շիրակի փողոցում ասում եմ բանը փոսերը լիքն է, վարչական շրջանի ղեկավարն ասում է լցրեցիք փոսերը, ասում հա պարոն Ավինյան լցրեցինք, բայց երեք անձրևն եկավ անձրևը ձեզ պիտի քշի տանի, որ ժողովուրդը ձեզնից պրծնի, ուրիշ տարբերակ չկա։ Այսինքն հիմա ինչ 3 անգամ են ասֆալտան, ես չեմ հասկանում մի փողոցը, այսինքն փոսերը առաջացավ, բերեք մի հատ առանց պիտում ինչ կան, հասկանում եմ, ասֆալտ լցեք, յոլա գնանք, հետո միջև ես չեմ հասկանում։ Հիմա մեղավոր կա, չէ՞ դրան։ Փոսալցման մեղավորը, որ չի ստացվում, որ նորից փոսեր առաջում, աղն է։ Հիմա աղի հետ բանակցությունների համար Հիմա Տիգրան Ավինյանը մի քանի օր աղի հետ բանակցությունների մեջ է, որ հասկանա ինչ կատարվեց, հետո բանակցությունները վերջացել է, դարել է աղի լուծույթ։ Հիմա էլ աղի լուծույթ են ման գալիս, որ դրանով անեն։ Ոչ մի բան չկա։ Ուղղակի այս լուծույթների հետ բանակցություններ չեմ։ Նորմալ է, իրա մոտ ամեն ինչ էլ կարա լինի։ Որ նիստերի ժամանակ պարբերաբար դուրս է գալիս, ներս է գալիս, երբ գնում է բանակցությունների հետ։ Եթե սպիտակ լուծույթների հետ ինչ որ եթե մի մարդ սովորական ցույց տամ է, իրանք այսքան փոս
չի կարողանում լցնի ու տևում է 24 ժամ այդ փոսի աշխատանքը։ Ինչ եք ուզում իրանից։ Ուղղակի փողի լվալու տեղ է։ Ում փողերն են ծախսում, ում գումարներն են։ Բոլորից։ Երևան։ Իսկ դուք կարող եք գույքարկը չվճարել մեքենային։ Չեք կարող, որովհետև հարկադիր կատարողական այդ աշխատակիցները ձեզ կզանգահարեն։ Բայց իրան հիմա ով զանգի։ Այսինքն կարող ենք ասել, որ Երևանի փոսերում փող են լվանում։ Մարդը Միանշանակ։ լվացքի մեքենայի լվացքն անում իրենք փոսերում են։ Իրաց առաջնորդը չէր ասում ասֆալտը դա ասֆալտ է։ Իրանք լսել են այդ ինչը ասել, հակառակն են հասկացել։ Հիմա դրա մեջ փող են լվանում, իհարկե լվանում են։ Եթե մի փողոց 5 անգամ ասֆալտ են անում, բա ինչ։ Իմիջիայլոց բոյկոտից խոսեցինք տրանսպորտի սակագնի հետ կապված, որ Մայր Հայաստանը նախաձեռնել էր ու 17000 երևանցիներ կարծեմ իրենց ստորագրություններով միացել էին այդ բոյկոտին ու նախագիծը մի քանի անգամ չէ նույնիսկ ներկայացվեց ավականնիստերին, բայց ինչ արեց։ Այդ այն նախագիծներ, որ Երևանի կառավարման պատմության մեջ առաջի անգամ Մայր Հայաստան խմբակցությունը որպես ընդդիմություն նախագիծ է ներկայացնում, որ պետք է արդեն քննարկվի, այսպեսի բան չի եղել։ Պատմության մեջ իշխանությունը դալիճը թողում ու փախավ։ Հա, փախավ, ճիշտ է։ Փախավ չէ, Տարի առաջ Ինչ պատասխան տա երևանցիներին։ Եվ դա այն դեպքում, երբ Մայր Հայաստանը փաստերով, թվերով ապացուցում էր, որ տրանսպորտի սակագինը 100 դրամ կարող է լինել, առնվազն ամենաշատը 100 դրամ, իսկ փաթեթների դեպքում նույնիսկ ավելի քիչ է լինում։ Խնդիրը այն է, որ մենակ տրանսպորտը չի, փոսերը, ասֆալտը, կոյուղին, վայրի շինարարությունը, այսինքն Երևանում չկա մի որ աղբահանությունը, այդ որ գրգռվել էին ինչ որ ինչ էին սարքում, աղբի գործարան, աղբավայր։ Հիմա դուք կարող եք ստեղից դուրս գալ, Հաջափնյակի մետրոյով իջնել Էրեբունի վարչակաշրջան։ Երևանը Չէ, Էրեբունի վարչակաշրջան ու այդտեղից կտնանք հրաշք մեկ բան է սարք։ կապույտ կանաչ կան։ Նորեն էլ ԿՊ-ից է։ Ադրբեջանի գույներն է, հա, ոնց որ կամած-կամացի շատակով։ Աղբավայրի գործարանի տեսնա։ Այսինքն չկա մի ոլորտ, ես ուզում եմ հասկանալ, 8 տարի էս մարդիկ իշխանության են, չէ՞։ 8 տարվա ընթացքում Երևանի, թող քաղաքացի մեծ դիտողներն էլ էլի մի հատ էլ գրեն, թե ասենք, այդ 8 տարվա մեջ դրական ինչա փոխվել Երևանում, ընդհանրապես Երևանի կառավարման ոլորտում, ինչ որ բան փոխվել է։ Միակ բանը ակնառու որ կարամ ասեմ, գազել չի ավտոբուսը, բայց որակը չի փոխվել տեղափոխելու։ Գազել չի ավտոբուսը ում շնորհիվ, նորից սովորական երևանցիների շնորհիվ։ Քաղաքացիների ժամանակ չէին անում, հիմա օքեյ, բայց էլ ինչա փոխվել։ Իրենց գլխերում լիքը բան, ԿՊ-ի ժողովուրդը լավ հարստացել է։ Էլ իրենք քաղաքացիական պայմանագրի խմբակցության Աբինյանի գլխավորությամբ ու երևանցիների մեջտեղի կապը անդունդ է, արդեն իրանք ոչ մի դե եթե այս մարդուն ասում ես այս քանգացումների հիշ շքերթը որ սկսել ես մի հատ արի դուրս գան գնանք կանգար հետո տեղից դուրս գանք մի հատ մտենք մի հատ քաղաքացու կենտրոն վարչական շրջանի մի հատ այն ձեր սիրած թոշակառուներին տուն հարցնենք ասենք այդ որ գույքը արկա 100% թանկացել է ինչ է կանելու Այդտեղից դուրս գանք մի հատ մտենք ուրիշ բնական, ասենք աղբանությունը, որ քառակուսիով եք սա դարձրել, ինչա վիճակը ոնց ալնելու, ու այդ ամբողջ 4-5 հոգով իջնենք նստենք տրանսպորտ գնանք մեր գործերին։ Այդ վաղ Ավինյանից կմնա վն։ Որտեվ քաղաքացիները հենց դեմքին իրան կկանգնեն, ինչ պետքա կասեն։ Ասում են բերեք մի հատ շփվենք, տարբեր։ Ես այդ կանգառը ասել եմ ամեն անգամ գցելու եմ, ինչա կատարվում։ 100-ից 150 մարդ կանգնում է Իսկ եթե անձրև ու ձյուն եղավ, անկախատեսելի դե Հայաստանի Հանրապետությունում արդեն 23 թվականից հետո անկախատեսելի ձյուն է գալիս։ Աշնանը անձրևներ է գալիս, չես հասկանում, ո՞նց եղավ։ Մինչև 23 թիվը դες բան չի եղել։ Այդ եղանակին պայմաններում տանենք իրան այնտեղ, կանգնացնենք այդ կանգառի տակ, ասենք դե սպասի Ավինյան Տիգրան։ Դրանք վերջի ինչ ալնելու։ Իմիջիայլոց կենտրոնում, որ հիմա առանց այդել դե խայտարակ վիճակ էր, բայց այս որ համատարած քանդել են, մայթերը համատարած քանդում են փողոցները, էլ ծառը կտրելը չէ, դրան չխոսում։ Հիմա ինձ հետաքրքրում է, այսինքն գիտեն, որ գնալու են, հա, քիչ ժամանակ է մնացել, փորձում են սենց ափալ-թափալ, հա, հեվի-հեվ փող աշխատել, թե հակառակը ուզում են ընտրությունների նախաշեմին իբր ցույց տալ, որ իրեն գործ են անում։ Նպատակը ո՞րն է։ Ամիրյան փողոցով քայլում էի ու Ավինյանի անվան փողոց դեռ չունենք։ Էդ էլ կլինի որ Զովակալ Ամիրյան փողոցում քայլում էի քաղաքացիներից մեկը հենց տեղ հարցրեց ինձ ցույց տվեց տոմետները Ամիրյան փողոցի ոնց ձեզ ասեմ 100% լավ վիճակում էր ու հələ կծառայեր մի քանի տարի ասես տղա ջան ինքն էլ տարիքով կինեն ասես տղա ջան որ տեսնեք իրանց մատ կթքեք երեսներին էլի
ասի չէ, ես այդ թքելու հետ կապ չունեմ, իրանք այդ ծեր հարաբերությունների մեջ, ասից մտ ասեք ինչ չեն անում, ես նոր լավը, հələ որ պետք է մի 20 տարի կարող է սպասարկել հա քաղաքացիներին, ինչ են հանում այս շրանքները բերում դնում, այդ տոմետների մեջ էլ գումար կա, ուրեմն իրենց շատ հոգեհարազատ մարդ է, որը որ միշտ շահում է այդ տենդերները։ Ինչ եմ կներես, ինչի համար եմ դա ասում, որովհետև օրինակ Ազատության պողոտայում նորմալ ասֆալտ էր էլի, քանդեցին, վերից վար տոմետ են շարել, անորակ, ցեցը երևում է, որովհետև այդ արդեն քայքայվում է, էլի, ջուր անձրև։ Ես դες մեջի այդ սխեման ասեմ, տոմետները ինքը տենդերը շահում է X մարդը, այդ տոմետները պետքա լինի 90-10 հարաբերակցությամբ իր մեջ բացատրեմ, որ հասկանան, էլի ես մեր ԿՊՇ-նիկները, դրա մեջ ցեմենտի պարունակությունը շատ պետքա լինի, բայց որ իրանք ցեմենտի պարունակությունը քչացնում են, ավազն են շատացնում, պատկերացրեցիք ինչքան եկավ այդ գումարի մեջ այն ձախ կամ աջ գրպանը հատկատը։ Դրանից առաջանում է ծակոտիներ, դրանից քայքայվում է եւ դրանից իմ 6 ամիս ուլնեցու վրա այն Վիգմոր բանկա պոլիկլինիկա կա։ Այն օրը ասում ես զգացվում է որ նոր շարած տոմետ է, արդեն հող Սենց հողը բանա քայքայվել էլ դրա համար է ուզում հարցնել տոմետի գործարանով ով է հարստանում էլ տարբեր մարդիկ կան որոնք իրանց այդ լավ շփման մեջ են իրանք էլ տենդերները շահում են իրանք էլ տալիս են իրանք էլ իրար մեջ փող են էլ երևի լվանում չգիտեմ դա արդեն իրանք իմանան բայց էլ այդ մի կողմ հիմա այդ փոսալեցման համար էլ մեղավոր են գտե ասում են նախկինների արած փոսերն են քանդվում Չէ, ասֆալտը, ասма նախկինների արած ասֆալտն է փոս։ Բայց իրանք են արել ինչ Չէ, իրանք արած ասֆալտը։ Որտեղ որ փոս ես տեսնում, դա նախկինների արած ասֆալտն է։ Բայց նախկին էլ չի բանանում, էլ այդ նախկին բառը արդեն հասկացել է որ հոգնել են։ Տեսեք արդեն բանը, անձրևն է մեղավոր, ձյունն է մեղավոր, հետո լուծույթն է մեղավոր, հիմա քաղաքացիներն էին մեղավոր որ չվճարեցին, հիմա ավտոբուսի վարորդները, հիմա ուզում եմ ասեմ ամեն օր ավտոբուսի մեջ թեժ իրանք սիրում են չէ ծևերի սպիտակների քաղաքացիներին իրար դեմ հանեն որ կարողանան կիսել ու տիրել էլի հիմա այդ վիճակն է ամբողջ տրանսպորտում սիրելի երևանցիներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ մի տարվեք այդ փոքրիկների այդ շանտաժին իրանք շանտաժ են անում որ կարողանան վարորդին կրվածել քաղաքացիների հետ իրար վիրավորում են ինչ ասես հաջողվել է մի բան ժողովրդին պարակտել իսկ ինչն է իրանց ցավալի որ տեղները նստած մարմարում են գումար չեն կարող հավաքեն հիմա տեսեք արդեն ասում են շատ չեք վճարում էլ ավտոբուսներ չենք բերելու սուտ են ասում բայց մնացած միլիարդավոր հավաքագրումների ինչի վրա եք ծախսում մի բան կա որ անում եք ճիշտ է իրանց էլի հոգեհարազատ տան անդամներից մեկը այն սիրուն սակուրաների տենդերներ շահե բերեցին կանաչապատն լավ ծառեր թթվածիներ տարելու հենա գնացեք սակուրանից մեջտեղից ականա մնացել Այսինքն դրանք էլ են չորացել միանշանակ այս մեր եղանակային պայմաններում սակուրաններ չէր կարող լինել տարբեր փողոցներ գնացեք տեսեք ոնց է չորացել թթվածին արտադրող նորմալ ծառը կտրեցին ինչա 120,000 դրամանոց սակուրաներ բայց որ մեր մտքի տեղ դնենք այն սիրող մարդիկ Երևանի մասին մտածողները այդ 120,000 դրամանոց սակուրան մի 13,000-ով կարողներ Իմիջայլոց այդ ծառերը կտրելու այդ նման էկոցիդ իրականացնելու համար ոչ մի բնապահպան ես այդ հատուկ ուզում նշել չերևաց չխոսեց ոչ մի բան չարեցին եզակի մարդիկ կային ճակերտավոր բնապահպանները Էն որ իրենց ճախում էին այո բայց եղան սրտացավ մարդիկ բայց դրանք չեն վերաբերվում իրենք կանաչը սիրում են միայն թե այս կանաչը այո եւ այս ամբողջ խոսակցությունից արդեն երևի ավարտենք իմ մոտ տպավորությունն է որ իշխանապահությունից հետո ԿՊ Երևանը կառավարող ԿՊ-ի ամբողջ կազմին Տիգրան Ավենյանի գլխավորությամբ կարելի է դատել մի 100 տարով մոտավորապես, հա, առածների ու չարածների համար։ Հունիսի 9-ին սպասվող համապետական ընտրությունների, հունիսի 7-ին սպասվող համապետական ընտրություններին մեզ եւ Հայաստան խմբակցության տարբեր ավականներն արդեն երևանցիները, հենց երևանցիները գրում են լավ էլ ինչ անենք, էլ տեղ չենք կարող, էլ էս նրանց ձեռը դիմանալ։ Ոնց գրում են, ես հիմա ասում եմ ձեզ։ Ժողովուրդ ջան, հունիսի 7-ին մեծ մասնակցության արդյունքում երևանցիները բոլորը պիտի տնից դուրս գան այդ 5 րոպեն գնան ընտրատեղամաս ինչ իրանց գլխին բերել են այս 3 տարում
գույքարկի 100% թանկացում, աղբանության թանկացում, տեղական турքերի վճարների թանկացում, իրանց մեքենաների ջարդու փշուր է փոսերի համար։ Այս Երևանը որ լճի է վերածվում, այս կանաչապատման համար որ մարդկանց առողջությանը վնաս են տվել, այս ամեն մի հատ այս փաթեթի թարս ներողություն ապտակը իրանց պետք է տա այն քաղաքացիական պայմանագրին վերջնական ու իր կցորդ քույր են հանրապետություն կուսակցությանը վերջնականապես մերժել 23 թվականին մերժել են բայց եթե շատ մասնակցություն լինի 9% ձայն ստանալը Տիգրան Ավինյանի համար դառնալու է մի հատ հեքիաթային երազանք 9%? Այո Այս լավ նոտայով էլ ավարտենք մեր շատ հետաքրքիր զրույցը, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար, դերենիկ, բայց չմոռանանք սկզբից էլի մոռացանք մենք ասեին։ Դերենիկին հավանում են, ինձ սրտիկում են, Գևորգին, թող Գևորգին էլ սրտիկեն։ Հա, Ես սրտիկի հետ չունեմ, չէ ուրիշ մի բան արեք, բայց սիրտ մի արեք էլի։ Լավ, մեկնաբանեն, կոմենտներ գրեն, հա։ Իմիջիայլոց հետաքրքիր կլինի կարծիքները Երևանի կառավարման հետ կապված, օրինակ, ինչ կնշեք, որ 8 տարվա ընթացքում այդպես գլոբալ փոխվել է, արմատական փոխվել։ Թող խնդիրների մասին էլ նշեն մեկնաբանությունների բաժնում, մենք խոստանում ենք, որ կփոխանցենք Հայաստան խմբակցության ավականու անդամներին, իրենք շատ հետևողական կգան եւ կլուսաբանեն եւ փորձեն լուծել խնդիրները։ Ամեն դեպքում միացեք մեզ, միացեք, որ փոխենք։